Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Ֆրանսիական ինստիտուտը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեր երկրում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպել են 3 համերգ, որոնցից առաջինը տեղի կունենա մարտի 11-ին։ Ծրագիրը բնականաբար դա ֆրանսիական երաժշտությունը, բավականին հազվադեպ կատարվող շոսոնի կոնցերտը, գրված Լարային Քարյակի և Դաշնամուրի և Ջութակի համար, որը ունի մշակում կամերային նվագախմբի համար, դա են կատարում, դա ամենամեծ ստեղծագործությունը և շատ պոպուլյար ստեղծագործություն էր, նույնպես կամերային նվագախմբի համար մշակված։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն անակնկալ ունի իր հանդիսատեսի համար։ Տևական դադարից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբն ունի նոր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ մաեստրո Վահագն Պապյանը։ Վերջին գեղարվեստական ղեկավարը եղել է Վահան Մարտիրոսյանը, իր ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով ստացվում էր այնպես, որ չէր կարողանում հաճախակի լինել Հայաստանում, դրա համար շատ դժվարությամբ, բայց որոշում կայացվեց, որ պետք է այնպես անենք, որ նոր գեղարվեստական ղեկավար ունենա նվագախումբը։ Մաեստրո Պապյանն ընդգծում է, բազմիցս առիթներ ունեցել է ղեկավարելու նվագախումբը, ճանաչում է երաժիշտներին և արդեն որպես գեղարվեստական ղեկավար էլ վստահ է, դժվարություններ չեն լինի, միայն բարձր պատասխանատվություն։ Պլանների մասին դեռ խոսելը շուտ է, որտեղ մենք մշակման փուլում ենք գտնվում, ես փաստորեն նոր եմ ստանձնել այս պոզիցիան, ինչ որ վերաբերում է համագործակցության հետ, ես հաճույք եմ ստանում։ Եվ որպես հրավիրված դիրիժոր հաճույք ստանում և դեռ որ այսօր շարունակում եմ հաճույք ստանալ։ Տեսնենք ինչպես կլինի։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի խոսքով, քանի որ Վահագն Պապյանը բնակվում է Իսրայելում, Հայաստան կգա տարին 4-ից 5 անգամ, մեկ ամսով, նվագախմբի հետ ելույթ ունենալու նպատակով։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։